Ողջույն սիրելիներս, ինչպես եք, ես լավ եմ և իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում, այսպիսով սկսում եմ նոր հերթական վլոգս, այսօր նոյեմբերի 15-ն է, նկարահանումներիս օրից եմ սկսում և ինչպես տեսնում եք մեր առաջին ձյունը, քանի որ չեմ հասցրել ժամանակին մոնտաժել տեսանյութս, այսպես մինչև նոյեմբերի 25-ի իրադարձությունները ձեզ կցուցադրեմ այս վլոգում և իհարկե ինձ թվում է ձեզ հետ ուրախ ժամանց կունենանք։ Օրս սկսված է շատ լավ տրամադրությունով, իհարկե ձյունը ինչքան էլ չսիրենք ցուրտ եղանակները միշտ տրամադրություն է բերում գեղեցիկ և ես արդեն պատրաստվել եմ դուրս եմ եկել գնում եմ աշխատանքի, իմ սիրելի աշխատանքին սիրելիներս։ Սրտիկների սեզոն բացվել է ժողովուրդ, еще один սիրտիկ։ Սաղ շորտ վիդեոներս ամեն տարվա սիրտիկները արած։ Մի հատ էլ ստե, այս ոնց ենք գործի գնալու անդուր եղանակը, հա։ Все в снегу уже, все, что есть։ Ինչ կա սաղ ձյուն ա դարել։ Մի քանի օր առաջ ես կաֆեի առաջ որ արջուկներից նկարում էի, ասում էի, տենաս որ ձյուն կա մրսելու են, թե չէ։ Գնանք տենանք ոնց են մեր արջուկները։ Նարեկն ասում է քաղաք քիչ ես ցույց տալիս, ցույց եմ տալիս Նարեկ ջան, տես։ Նայ, այս իմ աշխատավայրն է, շրջակայքն է, ուրիշ բան չունեմ ցույց տալու, ժամանակ չունեմ ուրիշ տեղ գնալու, բայց գրանք մեր արջուկներին տենանք ոնց են։ Դուրս եմ եկել մի հատ մի բաժակ սուրճ խմեմ, ապետի ժամը իմ համար։ Մի հաճախորդից մինչև մյուս հաճախորդ, ինչպես միշտ ազերս թաց, անձրևի տակ ընկած, նայեք ինչ լավ եղանակ է, հեռախոսները դիալական է ցույց տալիս ամեն ինչը։ Նայեք։ Շաբաթ չկա չէ, ես նկարել եմ, թեև ոզվի ես, շարիկները մնացել են ձնի տակ, բային արջուկները չնայած տեղները լավ նազյուն չեն դարել, բայց եսա նկարեմ ցույց տամ տենակ։ Նայեք, ես խեղճերի են ձնի տակ են մնացել, բուկվալն մի շաբաթ չկար, որ սիրուն արևի տակին ստած կանգնած էին, ես է նկարեցի, հեռախոսս էլ անընդհատ լույսը փոխում է, անձրև, ձյուն և իհարկե հետաքրքիր տեսանյութ, տեսարան։ Ամեն տեղ տո կաֆեյա, տո ստուդիա կրասատի, տո կաֆե, տո ստուդիա կրասատի, եկանք հասանք մեր արջուկներին, առաջի սնեգը, առաջի ձնագնդիկը, բայց թաց ձյուն ա ժողովուրդ, էսի բան չի էլի։ Գնանք, ինչ որ այա, սենց գնանք, ինչպես տեսնում եք։ Դե նայեք, բայց արջուկների ստեղը լավն է, իրանք չեն ձյունոտվել, սիրուն ա ստեղ երգը ձևավորած, ոնց որ ես արանք սենց եվրապեսկի եսի ինչ լինի։ Կրասատաժը, բերեք տեսնենք ինչ են անում, խելոք, ցուրտ, զհարին նստել են, այս որ նկարահանում էի անցած անգամ մտքովս անցավ ասի տենաս խեղճուկրակները, որ ձուն գա ինչ են անելու, դե որ ձուն գա, գնանք տենանք լոյից մեկին իրեն ձերքին մի հատ պուծուրիկ արջուկա պահում, ոյ, ես էլ ես եմ խաղալիքների մեջ ներևում եմ դաժե, խենթանում եմ սենց իրոն տեսարանների համար, մալազեց, ստեղ շենքերի տակերը շատ ակուրատնի են պահում, это уже Москва считается, պետք է զարդարել ամեն ինչը զառանյե, ոյ, հեռախոսս քիչ էր մնում անգներ, խոսքով ժողովուրդ ջան, ցուրտ զհար է, հենել ես եմ էսել խանութ, հա, դուրս եմ եկել, որ մի բաժակ սուրճ խմեմ, գնամ, սուրճս խմեմ, մի կտոր հաց տամ։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ողջույններս բոլորիդ, տեսեք ով ինչ գործի է, դեղին մորթիո խեղճը, սպիտակ ա եղել մորթին դարձել է դեղին, ինչև եմ սիրելիներս, միացել եմ ինչ ասեմ, նայում եք մեր շկաֆները դատարկած են և այս շկաֆների բոլոր վեշերը, իրերը, բոլոր ամանչամանեղենը, այսպես լույսը ամաչում եմ, որ միացնեմ, բայց միացնում եմ, տեսեք ինչքան փոշոտ, կեղտոտ, իբր թե արել ենք բոլոր գործերը, ես են թողտը սալֆետկան ընգել է, վերցնեմ, գազը իրեն գազ հալով ամբողջը այսպես, նայում եք, չի երևում, ամբողջը, այսքան պասուդան եղել է այս շկաֆների մեջ, չեմ ասում, որ այստեղ ինչ փոշիներ են, ինչեր են կատարվում վերևի հարկերում, մի ահավոր վիճակա, քանի որ քանդել են ես պատին ծրա, քանի որ ես մեր պոլը վերջապես ճիշտ է հավաքվել է, այստեղ սա էլ ես մյուս բաննա փակցված, խոսքով ժողովուրդ անձրանոթից երբ ենք պրծնելու, հույս ունեի, որ պոլը հավաքվի, զալը կհավաքեմ, կպրծնեմ, ամբողջ մեջ իրերը հանել լվանալու, պետք է լվանամ, ամեն ինչ կավարտվի և շատ լավ կլինենք, բայց ով ա տվել ինձ այդ հույսը, քանի որ դեռ միևնույն են այդ ինչ փոշի է։ Անցնում եմ գործի ու որ կանեմ, ինչ կարեմ անեմ, գնամ շաքուստս փոխեմ և գամ սկսեմ։ Ամբողջ այս փոշին, ինչ պետք է անենք, առաջին սերմյակը անենք։ Սերմյակները այստեղ թափսրած են։ Քանի որ միշտ մտածել եմ, որ մեր տանը պետք է
մտածել, որ մեկ էս ունենք թաքցված իր։ Պապս փոշոկն է, չէ՞։ Կապոս դրի մենք մակրոն, ժողովուրդ չեմ, շարած։ Կապացա։ Ունես միշտ։ Ոშ։ Կապացե ֆիալետովի բանցի կոկի չեք տեսնում։ Սա իմ ստրեմյանքայի շնորհն է։ Բայց ժողովուրդ, որ չլինեք, ես չգիտեմ ում հետ ինչ պետք է կիսվեմ իմ ժողովին էմոցիաներով, թե դրական, թե բացական, որպես նա ով հետ ինչ եմ զրուցում։ Քան մարդ կա, որ ինձ հետ էլ չի շփվում, որովհետև ես իրանց կարոտում եմ, բայց իրանք ինձ չեն կարոտում, որտեղ համ կենցաղս են տեսնում, համ առօրյաս են տեսնում, համ որ ասում ամեն ինչ են տեսնում, ու այսպես կամ դանդրացել են ինձանից, կամ էլ ուղղակի արխայինացել են, նկարան չեն ել ինձանից, անհանգիստ չեն ինձանից, եւ իմ ամեն ինչից տեղյակ են, բայց ասեմ ձեզ, շփումը շատ մեծ նշանակություն ունի, հարգելի սիրելի մարդիկ, ովքեր ինձ չեն սիրում կամ սիրում են, ես էլ ձեզ եմ շատ սիրում եւ ուզում եմ շփվեմ ձեզ հետ, ուզում եմ կարոտում եմ ձեզ, երբ զանգում եմ բարի եղեք պատասխանեք, երբ զանգում եմ կամ երբ գրում եմ բարի եղեք պատասխանեք, ամեն դեպքում ես էլ ունեմ իմ զգացմունքները, իմ կարոտը, որը չի հագենում, քանի որ դուք ինձ տեսնում եք, բայց մոռանում եք, որ այդ էկրանի հետևում միայն դուք եք նստած եւ դուք եք ինձ տեսնում, ոչ թե ես եմ ձեզ տեսնում։ Սրտիկներ ջան, կարոտում եմ բոլորիդ, սիրում եմ բոլորիդ, լինեք հարազատներ, բարեկամներ, թե ընկերներ, ովքեր որ Եթե ինչ կտարպիսոն, ովքեր որ ինձ սիրում են, ովքեր որ ես եմ սիրում, կարոտում եմ, հիշեք որ հատուլում կտարպիսիկը եւ սկսել շրջկացնել։ Ոտքով ես գնամ սկսեմ, այսպես մեր ամենամ մեծ իդեալական դեկորը, երևի թե արդեն այս դեկորը ցողնել եմ շատ, ուղղակի որպեսզի շատ ակենք պահում իդեայից մնացած, իդեայի խանութ տարած դեկորացիաները եկան փոշոկա, ուղղակի փոշոկ ունա, դա արդեն կարելի է դնել է։ Սանապար բացենք թազա դեկորների, սրանք թափեցինք ուղղակի սպիտակեր մեր կամպատերի հետ նույնս ասում էր, բայց դե որ արդեն ջարդվել են իմաստունով են, սրանք հալվանալու են ամբողջությամբ։ Նույն կարիճնավի սև են, սպիտակել են, ինքան փոշի պատալոգի ու այս ինչա բանի մասին, լուստրայի մասին չեմ խոսում։ Չգիտեմ որ անկյունից սկսեմ, որտեղից է պետք է սկսել։ Սկսեմ երևի թե մի բաժակ սուրճից, իմ առողջությունից կամ չգիտեմ։ Ոսկով երեխեք ջան, անցագործի սկսենք պասուդամոյկայից, որովհետև իհարկե որ այս ամեն ինչի մեջ, իմաց կանխը հեռախոսս միշտ սենց մուքացնում գրպայտակ, այս ամեն ինչի մեջ ամենակարևոր իրը սա է, որովհետև այս մակրությունը ձեզ հետ եմ անելու, ինձնից շատ եք սպասել այս մակրությունը, նայեք ժողովուրդ ջան, դաժե այստեղ սիրտի կա նկարվում, որ փորձում ես տեսեք, թվում է թե շատ մաքուր է, բայց նայեք ինչ վիճակը։ Հիմա ասենք մաքրեցի, այդ մի 5 օր հետո նորից նույն վիճակն է դառնալու, ես չգիտեմ ինչ ենք անելու, բայց այստեղ այդ մի սիրտիկ ունեմ, բերեք լուծում ենք մի հատ ու անցնենք գործի։ Այդպես արդեն ուզում եմ լացեմ, չգիտեմ ինչ ձենով լացեմ, բարձր թե ցածր գոռալս գալիս է, բայց ինչ արած։ Չէի լացի, չէի դժգոհի բողոքի այսքան, եթե արդեն ավարտված լիներ։ Քանի որ այստեղ դեռ պետք է անպայման փոշի բարձրացվի, ինչ ենք անելու չգիտեմ, մի խոսքով։ Այս կեղտը ես պիտի մաքրեմ, հնար չկա, որովհետև արդեն պետք է շարունակվի։ Ինչ ասեմ։ Նամնավոցից համար կներեք ուղղակի սիրտս պայթում է, ինչքան էլ ուզում այն ուրախ ու շպտագին պահեմ, շատ դժվար այլ է։ Ես եմ, տեսեք ինձ, մի խոսքով, այսենց պոլոմոդնի հագնված մնում է որ ուբորկասը սկսեմ։ Ասեք, այսպես ստրիմյան կազմիկոն դնեմ, լուքս տեսնեք։ Իմ շատ սիրելի որ ասում հագուստ է, այսպես զիմնի կոստյումը անցյալ տարի եմ առել իհարկե այս տարվա չի, ես եմ այնտեղ սենց լայն փողկերով, ինչպես ասում են, էլի այս ռեմոնտի մեջ էլ կարելի է հա մոդայիկ սկսել, այսպես գեղեցիկ, մի հատ փորս ձգեմ մեջը գցեմ, որպեսզի շատ նիհար պատկերացնեք։ Բայց ասեմ որ ինչ կամ խոստանում եմ, այս ռեմոնտից որ պրծնենք հավաքվենք ամեն ինչից, ասենց ռեմոնտից պրծնենք հավաքվենք, ամեն ինչը ավարտվի եւ գեղեցիկ ավարտ ունենա, այսպես, սիրուն շարիկներս կհագնեմ, սիրուն կքսվեմ, կպատրաստվեմ, կհավաքվեմ եւ ամեն օր շատ գեղեցիկ վլոգներ կունենանք, քանի որ աշխատանքի վայրում էլ երեխեքը միշտ ասում են ջահել հագնվում ես, բայց քեզ ջահելի տեսք չունես, խես այտենց, ասեմ որ շատ եմ հոգնած։ Լեսիրյան, հալեսաղ տունես իրա մայզնա հալայս փնտիսեթին, բախեն ինչա կերեմ, ռուտները լպստում, գնացինք մեր շատ մաքուր գազի կողքը, հալայս ինչ են արերեք, ես չեք հավատա ժողովուրդ, ամեն տեղից այդ բանի, պոլը որ քանդել են ամեն տեղից այսպես բիտոն է, այս վիճակն է, հիմա կհասկանաք խի եմ լացում, մակարոնի կարապկեքի վրա նույն վիճակն է, լացել սիրտս լացել է ուզում, բայց փառք Աստծո վրա աստված բեթար բաներից փրկի նայեք, գազի վրա սրտիկներ կարելի է նկարել, ինչ որ այա, լեն են կարել, նեղ են կարել, տեղ են կարել, մի հատ բաժակ սուրճ եմ դրել, հեսա սա Հայաստանը կասի, ինչ ես կեղտոտ գազը ցույց տալիս, կեղտոտ փնթիտները ցույց տալիս, մի հատ մակրեիր նոր, ասես մի հատ չանենք, դո մի խոսքով էլի, այն մասին չեմ խոսում, անցնում եմ հաջորդ սենյակը, ամբողջ շկաֆների, իրերը, այստեղ պոլերին, այստեղ, ում եմ ինչ մեղք գործելու նկատմամբ, ում եմ ինչ վնաս տվել, նայեք ես ինչա կատարվում,
թե ամոթա ցույց տալ, թե ամոթ չի, ուղղակի խղճացեք ձեր սիրելին էլի քույրիկին։ Լվացքը հավաքել էստեղ դասավորել, իբր թե դասավորել, շորեր, մորեր, այսքան խոզի մոզի վիճակներ, էստեղ էլի պասուտաներ, մի խոսքով էլ էսենց մի հատ գժական վիճակատունը, որ այն որ ասма ոդկ տնելու տեղ չկա, իրոք սենյակ ես մտնում ոդկ տնելու տեղ չկա, այս ամբողջ իրերը պետք է տեղավորվեն, երեխուս ծաղիկնել էսպես փչացել, բայց դե երեք կտրենք տեղը ամենամեծ խնդրեմը չի գույնը տեղը կգա։ Խոշիներից չեմ խոսում, թե ինչա կատարվում հենց այս բակալների վրին, մի խոսքով մահա նայած սիրտի կարամ նկարենք ստացի, հա, բերեք սենց անեմ։ Դիք ու դիք։ Ինչ կա որ սրտիկներ ջան, անցանք պասուդամոյկայի գործին, շարունակում ենք։ Որոշեցի ոչ փոխվեմ, այսպես էս հագուստով մնամ, որովհետև այս հագուստը ամեն դեպքում արդեն փոշու մեջ մտածա։ Հետո տները ցուրտ մի քիչ տակ եմ սրանով։ Գործերս կավարտեմ, ու սիրուն կհագնվեմ, ձեր համար փոխվեմ, կձևափոխվեմ, եմ որ ասում եմ, ելնենք լրիվ սիրուն մոդնայի հագնված։ Հա, մի քիչ ինձ կաքավոր եմ դզմզվեմ, շորերս։ Սա կարգանեմ ու անցնեմ գործեր։ Այս տակնատ բոքսը անջատեմ։ Իսկ մինչև այդ փորձենք ցույց տալ թե տեսնենք թե ով ինչով է զբաղված, այսպես կոչված, ասենք։ Տեսնենք թե ով ինչով է զբաղված եւ ով ինչքան է ինձ օգնում։ Վայ։ Ինչպեսի գեղեցիկ տեսարան։ Արա, Оп. На, следующий бери. Оп. Давай, сначала только энергия станет. Апс. Հաջորդ եկա։ Այդ մեկը բռնեց։ Մալադեց մեր պիսոին լավ ժողով չան կատակի սանցագործի։ Շիկ, դե իջի վերցրու։ Չի իջնել նայք ոնց է նայում, վայ քո ինչ տեմ ասել լարկոտ։ Всё, մեր տները վերջին անգամ եք sense տեսնում։ Այս ամեն ինչը հիշեք, որ էլ չեք հիշելու, չեք տեսնելու ող, անցանք գործի։ Ասիրամ կենթանի։ Եթե կապեցիր ու տողեցիր, բայց հավաքել էի։ Պես ասում են, քանի դեռ տները թափրտած է, ամեն ինչ ներելի է, բայց հենց հավաքեցին, բոլոր փնտրությունները լինելու են աններելի։ Անցած ժողովուրդ գնացի այս գործը սկսեմ։ Երևի թե միացնեմ եմ որ ասում եմ Hyperlapse պրոգրաման տեսանյութեր նկարահանելու համար։ Ու անցնեմ Hyperlapse-ով նկարահանել։ Ջան, նայ սրտիկներ ջան, սկսում եմ շկաֆը մաքրել եմ, երեք բանից տեսնա, այս պատերին ինչքա մաքրել եմ, ուսպատի շկաֆը ամբողջությամբ մաքրել եմ, հիմա այլ ամանները պասուդեղը նվացել եմ, ուզանտեղը որ են շկաֆի մեջ, այստեղ ամբողջությամբ կթողնեմ թերքի համար, թերքի չէ, ես ինչա կոչում պասուդայի համար, դե կոսմետիկայի համար մեջ գտնեմ, որ կգնեմ, դա դեռ այդքան կարևոր չէ։ Եվ իհարկե զոր չեն ասում, հա, թե այն ինչ կյանքում տվում է արմարին, ստանում է իր հնարավորին ավարտը։ Այսօր որոշել եմ, որ այն կիսագունդը պետք է մաքրեի, բայց այսպես քայլակայլ ձեր բոլորիդ հետ կիսվում եմ, հա, բայց մաքրել էի այս շկաֆը եւ բոլոր աման չամանը այսպես լվացել էի, տեղավորել էի։ Հիմա տեղավորելը մաքրելը ձեզ ցուցադրեցի, բայց մեծ սիրով փակում եմ արդեն հավաքված, մաքրված եւ ավարտված այս բոլոր գործողություններից վերջացրած այս շկաֆը եւ ձեզ ուզում եմ հիմա վերեմ միայն արդյունքը ցույց տամ։ Այն գեղեցիկ արդյունքը, որը ժամ ես տալու էր, բարեմիացել արդեն 3 տարի է սպասում եմ այս արդյունքին, հա, իսկ կոչված։ Հիմա գնանք ես ցուցադրեմ թե ինչեր եմ արել։ Տեսեք, սպասեք, մի քիչ լույսը լավնացնեմ։ Այստեղ որոշել եմ, որ ոչ մի բան չի լինելու այս տարածքում դրված, մաքսիմում 2 հատ բան ունենք այնտեղ, ասեք խոհանոցի գեղեցիկ տեսքը։ Տեսեք սեղանի վրա յամանեղենը թեթևացրել եմ։ Հիմա ունում ադեր սրբեմ բահալ այստեղ աչքի փոշիները դեռ մնում են։ Այնպես չի որ ամեն այս սրանց եմ որոշել այս փղիկը, որին նույնպես պետք է լվանալ լվացնել, եւ այս շնիկը։
Սրանք վաղուց իրենց տեղերը չեն գտնում, այս խեղճերը, տեսնեմ ինչպես կտեղավորեմ։ Հիմա ես իրանց պետք է լվանամ հեսա։ Եմ որ ասում արխային ֆրֆռում եմ, հայ, իմ խոհանոցում ես այս փռած վիճակներով, որովհետև առայժմ արդարություն ունի այս փռածությունը։ Ոսկե այս խեղճերին լողացրեցի հա, ծեփի չորչորացնեմ։ Բանենք ու տեղադրենք որտեղ պետք է իրանց, հա, ասենց իրանց տեղ կդնեն այս շունիկները, իրենց դաժե սպաները դեռ կախված եղներից։ Մի անգամ նվեր եք ստացել մեր բարեկամների կողմից, հասմիկից 18-ամյակի առթով եւ մեր բնակարանն նոր գնել էին շնորհավորելով առթով մեզ նվեր էին դերել, տեսեք, սա մեր շունիկն է, այսպես հպարտ, աչքերը քարերից սարքած, սա էլ մի ձեր սիրելի շունիկն է։ Համի կողմ տնենք, փոշկին ամբողջ մագինես, սա էլ փղիկն է մեր, որը մենք ես լողացրեցի, շունը բարի կեքանի է, կեքնել, ինչպես ասում են, իքրտի դանդաղներով հարստություն է, հաջողություն է, բայց իմ համար Դեք որ ես նման սնապաշտաների չեմ սիրում, ուղղակի շատ շքեր գեղեցիկ արձանիկները ես իրենց չեմ կարող դեր մոտել և իհարկե դեկորներն շատ գեղեցիկ։ Գնացինք տանենք իրենց տեղավորենք, որտեղ պետք է, որ ծեսեք միասին այսպես։ Պետք է մնան այստեղ, այս շնուրները թոփակեն մի քիչ, այստեղից մեր փղիկը կարող է այս անկյունում լինել, որ հեռուստացույցին կնճիթը չխանգարի, իսկ այստեղ էլ մեր շունիկը այսպես, հա, կարող է պարկել եւ այսքանը ինձ թվում է այստեղ հերիք է, կարիք չեմ տեղադրեմ, մեր հեռուստացույցի հետ հերիքա, հեռուստացույցն էլ շկաֆները ամբողջովին ներսերը մաքրել լվացել եմ, այնտեղ շատ շշեր մշեր կա, սա հայկական ձիու տարիա ձիու բուտուլկաներ ունենք եւ ցահանել եմ, որ հիմա նվեր պետք է տամ հեսա մեկին։ Իրան սիրելի կրիսիկն է։ Այս բուտելկաներն էլ դատարկ են, երեխեք, ափսոսում եմ թափեմ, մեջ կարելի է գինի լցնել, դնել սառնարանում, շատ լավ ասում են պահում է գինիները, բայց դեռ տանը գինի չունեմ։ Կարմիր, որ ես սիրում եմ խմեմ այդ գինից չունեմ։ Երբ որ ունենամ, կլցնեմ, կտեղադրեմ, առայժմ արաղներ են, կոնյակներ են։ Շարունակեմ, տանեմ ցույց տամ։ Միջանցքը դեռ խայտարակ վիճակում է, հիմնական նույնիսկ դեռ մատերիալներն այստեղ դրված։ Ամեն դեպքում այդ ինչ որ կա, սա քաշելու հանելու, այս կոն բերելու, շկաֆը բոլնստու լվանալու է։ Ցուցադրեմ գոնե այն ինչ որ լվացել է։ Ներքևում ինչ հնարավոր էր տեղադրեցի լվանում եմ, տեսեք ոնց է սկսում փայլել սիրուն մեր խրուստալները, այն ինչ որ ուշ են օգտագործվում, բայց դե այս սրանք իմ ամենօրյա օբսեներն են, ինչ որ շատ ոսկեգույն չեն, դրանք տոնական, ճիշտ է մի քիչ մոդան անցած, բայց ամեն դեպքում կան, սրանք դեռնցով է դիվախտեի սերվիզներն են, մայեկիցս նվեր մնացած, այդտեղ կակաոյի սերվիզը թեյի, վերևում սուրճի թեյի նույնպես, վերևում ճաշի, շարունակությունն է ճաշի սերվիզի, այդպես, այս է 12 թե 12 տեղանոց է, որոշել եմ, որ արդեն պետք է օգտագործում, չնայած այդ սերվիզը այնքան բաներ է պակաս է օգտագործում եմ, կտոր կոտրվել է կիսատվառատ մնացել։ Այստեղ այսպեսի դասավորություն եմ տվել, քիչ է դասավորություն, որտեղ որ այս դուռը բացում ենք, այստեղից լույսը վառում միացնում, որքան ես մասը մի քիչ կպնող բաներ չլինեն։ Այսպես վինիգ, ճիշտ է, մեջտեղ սիրում է, բայց կողքը կգնա մի քիչ, այդպես։ Ուզում որ ավելի գեղեցիկ էր, քան թե որ կոսմետիկայի իրերներ մեջ է լցրած։ Այսպես սիրունացրեցինք շկաֆը, կոսմետիկայի իրերը կլվանամ, կմաքրեմ ինչպես պետք է արդեն կտանեմ աշխատավայր, այստեղի սպիտակ թղթերը հանել եմ ամբողջովին, շկաֆները փակած ժամանակ ունեն այսքան գեղեցիկ տեսք ունեն, շնորհի համար կրվել եմ արդեն, պետք է բերեն փոխեն հագցնեն, բոլերի նեսպաները դեռ փակցված է, պետք է կանենք, բոլերը պետք է լվանվա, չնայած որ երեկոյան լվացել էի այստեղը, բայց դե ոչինչ, շարունակեմ, սրտիկներ ջան, սա այսպես կթողնեմ, իհարկե սա այստեղինը չէ, սրանք այստեղ կմնան այստեղ, ավելորդ ոչ մի բաներ չեմ ուզում լինի, որովհետև ավելորդ աղբահավաքում այստեղ, այսպես կլորիկ երեկոտամանը, սրանք կմնան այստեղ, նոր տարվա վարդարանքներ կլցնեմ մեջը, սիրուն ձևավորենք ու վсё։ Այսպես այստեղ էլ որոշել եմ, որ բաժակները պետք է դնեմ, բաժակները ուղղակի խրուստալ։ Այս խրուստալներ չունեմ, չեմ բերել Հայաստանից, ճիշտ ասած, ոչ թե չունեմ, շատ ունեմ։ Հայաստանից չեմ բերել, չեմ սիրում, բայց մի քանի հատ ոսկեգույն սիրուն բաժակներ ունեմ, ոսկեզոծ, չեխական խրուստալը այն արդեն մայրի 20 նվեր տվել ինձ էլի, ոչ թե չեխական խրուստալը, այլ այն վերևում դրված շամպայնի բաժակները, չգիտեմ կտեսնեք թե չէ, հենա բուտելկաների հետևից երևում է, հենց հիմա հանում լվանամ, որ գոնե այս տարի օգտագործենք։ Այստեղ sense սկլադի նման շկաֆ է, ինչքան ավելորդ բաժակ բուտելկա, միթայ կոտրած բաժակ կա, սա ստելրիվ թափելու է, չեմ սիրում որ sense։ Չնայած այ կոնկրետ այս բաժակները չեմ կարա թափեմ, ես իրանց շատ եմ սիրում, իրանց տեսերքը հատիկն է մնացել ուղղակի, sense անեմ էր։ Սրտիկներս մինչև այս ամեն ինչ կհավաքեմ։ Մինչև այս ամեն ինչ կհավաքեմ, որ տեսնեք թե ինչ ունեմ այստեղ։ Նոր հենց նոր լվացա, հենց այսպես պակետի մեջ, նայեք, մասուր բնական։ Այսպես ուրեմն լցնենք թերմոսի մեջ, չայնիկներ ենք հենց նոր եռացրել։ Նայեք, տնական մասուր, լցնում եմ մի անգամից թերմոսի մեջ, մեջին էլ ահագին կա, արդեն եկա լվացել եմ, ուզում ցույց տամ, բայց թե ասենց մուկ ցույց տալիս է հեռախոսի
նկարահանումները դարձել է ապաշխարանք, ես չգիտեմ, մեջը ահագին կա, հենա ձայնը լսվում է, իմ սիրելի ֆիոլետովի թեյնիկն է, ինչ եմ արել, ուրեմն ջուրը թեյնիկով, հենա թեյնիկը դրել եմ եռումա, այստեղ ունեմ մասուրը լվացած թերմոսի մեջ լցրեցի ու սպասենք ջուրը եռա, հիմա չայ սարքենք, այսպես ասած, մասուրի սոկ ավելի ճիշտ թուրմ, մասերու թուրմ սարքենք, ինչպես միշտ բոլոր կադրերի մեջ ծիծաղում են իմ լվացած ձվերի վրա, այսպես կոչված, բայց ես չեմ զլանում ձուն լվանալ ամեն անգամ, նույնիսկ եթե տնական է, տեքրս հավիկներ է պահում, հող ունեն առած այդ հողը սեփական իրենց հողն է, այդտեղ հավաբուն է սարքել եւ հավիկներ է պահում, այսպես տնական ձու է ուղարկել մեզ, ահագին է եղել, կերել ենք կեսը բրծել է, այտենց մնացածը շատ չափազանց շատ է եղել, երկու այսքան եղել է, այսպես դասավորեմ, քանի լվացել եմ, տեղափոխենք սարտնարան, որ այստեղ ազատվի, մի քիչ հավաքվի սիրուն, այսօր հյուրեր ենք ունենալու, մի քիչ գեղեցիկ ձևով հացմած սարքեմ, տեղափոխենք սառնարան, մինչև ուբորկայից После մեր փիսիկը սիրուն, սնեչելը կակ ժառանցիրան, պատերը կրասկա եմ տվել դաժե, ժողովուրդ ջան, զալ ամբողջությամբ մաքրել, հավաքել, պատերը կրասկել, շկաֆները շկաֆները մաքրել, այսպես դուռը լվացել սենյակի, անցանք խոհանոցնել եմ հավաքել, ահա այսպես դեռ իդեալական մաքրություն չեմ արել խոհանոցում, որովհետև շարունակական է մեր ռեմոնտային գործերը մի քիչ, այնտեղ իմ սուրճս է, հիմա կվայել եմ, ծաղիկներս եմ լվացել, մի խոսքով լվացք է փռած, արդեն մի խոսքով տունը եկել է տան տեսքի, ժողովուրդ ջան, հիմա բերենք այս սեղանը բացենք, սեղանը բացում ենք ու շատ ակուրատնի մի հատ խնջույքի սեղան ենք տեղադրում, գցում ավելի ճիշտ։ Սիրելիներս, դե ինչպես գիտեք, այսօր նոյեմբերի 19-ն է եւ ամուսնյակից ծննդյան օրն է, սպասում ենք հյուրերի։ Սեղան ենք գցել, տնստան ենք լինելու, պաշտոնական ոչ մի բան չկա ու այսպես սալատներս, ուտեստները դեռ պատրաստվում են, չեմ տեղադրել սեղանին, սպասում ենք հյուրերին, շատ հարազատ մարդկանց եւ կնշենք մի թեթև։ Լուսավորեցի, քիչ է դանդես, հոպ, անջատվեց ու մթնեց, քուլա ջուրես մթնել չդի, այդ էպիզոդ ճուստա։ Ախերը մթնեց մեջ։ Այ, հնայ տեսար։ Гости наши пока не приехали, зато мы уже готовы. Мясочку с картошечкой. У меня картошка есть, персик доска. Եվ իհարկե, ես էլ մեր պապայի սյուրպրիզն է, Հասմիկը պապային նվերը արել, այսպես էստեղ ենք դրել, սպասում ենք պապան կա, որ ցույց տանք իրան, բայց մինչև այդ ես կբացեմ ձեզ ցույց կտամ, սյուրպրիզի օրը կիմանանք, ինչ սյուրպրիզ է, իմացեք, որ նվեր ենք արել պապային, շատ սիրուն։ Քիչ սխալ արտահայտվեցի, սյուրպրիզը երեխաները միասին են արել, միայն Հասմիկը չէ, Արսենի հետ միասին, իրենց պապային մեծ սյուրպրիզ են արել, ինչ են արել, ասում եմ այսօր, որ արդեն վլոգս տեղադրելու եմ, նոյեմբերի 25-ն է եւ իհարկե բոլորդ գիտեք, որ այսօր Թաթա Սիմոնյանի համերգի օրն է եւ մենք բոլորս ընտանիքով գնում ենք համերգի։ Սպասեք երեկոյան գեղեցիկ ուղիղ եթերների սիրելիներս։ Այսօր այսքանը առայժմ հուսամ ձեզ չձանձրացրեցի եւ իհարկե ցանկանում եմ, որ բոլորիդ բնակարաններում այնքան մեծ մաքրություն լինի, որ այլևս չձանձրանաք, չհոգնեք եւ չտխրեք, ոնց որ ես եմ տխրել։ Այսօր ասկան սիրելիներս, առայժմ միացեք իմ էջին, գրանցվեք, լայքեք, կիսվեք ձեր ընկերների հետ, եթե ձեզ հաճելի է իմ վլոգները, եղեք իմ հետ, հիշեք, որ ես ձեզ բոլորից շատ եմ սիրում, առայժմ սիրելիներս։ Իսկ մենք արդեն ճանապարհվել ենք եւ իհարկե
երեկոյան ուղիղ եթերում ես կմիացնեմ հենց